Բարև պարոն փոխգնդապետ եւ ընկեր Խաչատրյան։ Մենք ներկայացնում ենք նախնական զինվորական պատրաստության նախագծային աշխատանքը։ Մեր վերնագիրն է տեղանքի ձևերը։ Մեր խումբը ներկայացնեմ ես Էդգար Բաղդասարյան, Տիգրան Կամարպետյան, Գոհ Սարգսյան եւ Սերգեյ Ոսկանյան։ Տեղանքի ձևերը լինում են տարբեր, օրինակ սալերը բարձրադիր տեղանքներ են, որոնք ձևավորվում են տեկտոնական շարժումների կամ հրաբխային ազդեցության շնորհիվ։ Հարթավայրային տեղանքները համեմատաբար հարթ են եւ ցածրադիր, օրինակ Արարատյան դաշտը։ Նախնական զինվորական պատրաստության նախագծային աշխատանքի տեղեկանքի կողմնորոշման թեմայի շուրջ մասնակցում են Անդրեա Մարյան, Մարտիրոս Սիմոնյան, Նայսության Էլենա, Ֆրանտոնյան Նարին։ Տեղանքի կողմնորոշում նշանակում է որոշել մարդու գտնվելու վայրը եւ կողմնորոշել տարածքում օգտագործելով տարբեր մեթոդներ։ Առաջին մեթոդը բնական նշաններն են՝ արեգակը, աստղերը, ծառերը, քամուղությունը, գետերը եւ լեռների օգնությունը։ Երկրորդը կարևոր օբյեկտներն են՝ տարբեր շինություններ, ճանապարհներ եւ կամուրջներ։ Երրորդ տեսակը տեխնիկական միջոցներն են՝ քարտեզ, կողմնացույց եւ GPS։ Տեղանքի ճիշտ կողմնորոշումը կարևոր է արշավների, ռազմական գործողությունների եւ արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու համար։ Արեգակի օգնությամբ մենք կարող ենք կողմնորոշվել գետը մոլորվել, կարող ենք հեշտ դեպք գտնել։ Արևմտյան արևը գտնվում է արևելքում, կեսօրին